Բարի երեկո ժողովուրդ ջան։ Այսօր սաղորը նամակներին եմ պատասխանում։ Աշխատանքային օր չի, ազատ ժամանակը շատ է ու սկսել եմ նամակներին պատասխանել, անգամ նամակներ կան դեռ ամսի 8-ից չեմ բացել, չեմ հասցրել, նախ շատ են, երկրորդն էլ իրոք ժամանակս էլ չի հերիքում։ Բայց հետաքրքիր է նա, որ ամեն երրորդ նամակը այն մասին է, որ Մերի ջան ես ինչ վայրում, սկսել եմ փող բաժանել, Մերի ջան ես ինչ վայրում, կամպանիաները, դիրեկտորները սենց են անում, Մերի ջան ես ինչ վայրում, արդեն բերել են, սենց բաներ են առաջարկում, սենց նամակներ են ուղարկում եւ այլն, ինչ որ փողերի չարխեր է ինչ որ այնտեղ գնում, էսի հասցրեք պատկան մարմիններին։ Նախ ասեմ, որ պատկան մարմինները չգիտեմ ինչ ասեմ։ Լուրջ եմ ասում, չգիտեմ ինչ ասեմ։ Որովհետև պատկան մարմինները ուրեմն ամեն մեկի ճակատին պետք է մի հատ կամերա տնտեսնի, որ հետևի հանկարծ այս ժողովուրդը չծախվի։ Հանկարծ այս ժողովուրդը նորից ստրուկի նման չթամտնի ինչ որ մեկի հետույքը։ Իրոք էլի սենց զարմացած եմ այդ աստիճանի, որ ժողովուրդը ինձ ուղարկում են այդ նամակները անհանգստացած, թե տարբեր կառույցներում ովքեր են նստած, ինչացու են նստած ու ինչով են զբաղված։ Գիտեք, վերցնում եմ մեր Հայաստանի Հանրապետության պատմությունը, Տիգրան Մեծի տարիներից սկսված։ Ես ասեմ, որ նա քանդվել է, որովհետև ամեն մեկը իր հետույքի տակ դանգրատ է դրել բարձրացրել, թե ինքն է ասիչը։ Դրա համար էլ կորցրել ենք այդ մեծ հզոր պետությունը, ոչ մեկ ղեկավարին բանի տեղ չի դրել։ Հա, հիմա մենք հպարտանում ենք, որ Տիգրան Մեծ ենք ունեցել, բայց էլ մի հատ հետ գնանք այն ժամանակները նայենք, տենանք, արդյոք Տիգրան Մեծին հարգել են, արդյոք Տիգրան Մեծին բանի տեղ են դրել։ Ամեն մի իշխանավոր, ինչ որ մի հարուստ իրան դրել տանձից տեղը ու երկիրը քանդել են։ Ու այս ամեն ինչի վրա, որ սենց ուշադիր նայում ես, որ վերլուծում ես, մենակ մի բան ես հասկանում, որ մեր ժողովուրդը խելքի չի եկել միջև հիմա, մեր ժողովուրդը միջև հիմա պատմությունից ոչ մի դասեր չի քաղել, չէ։ Ինքը այդ պատմությունը բերում է լրիվ ուրիշ տեսանկյունից։ Ռուսական ինչ որ կամպանիաներ են, ինչ որ այնտեղ Yandex է, ինչ որ Faberlic է, էս է, այն է, սա ստեղ եկել են իրանց դիրեկտորներին, իրանց աշխատակիցներին եւ այլն, սենց սկսում են ինչ որ գործողություններ, դե արդեն հասկացաք ինչ գործողություններ, ու լսում եմ, որ այդ դիրեկտորները սենց են անում, նենց են անում։ Այդ դիրեկտորները որտեղից են, ասենք, հայ չեն, հայ են, չէ։ Ահա։ Հիմա ի՞նչ է դուրս գալիս, որ հայը կարա շատ հեշտ ու հանգիստ իր փողի խաթր ծախի իր երկիրը տենց է դուրս գալի։ Այդ արդ երկրներում, որ նելեգալներին վերցրել գցել են մի չաթ ու ուղղորդում են, ասենք։ Այդ նելեգալներն էլ իրանց պասպորտի խաթր, այդ լավվել ենթարկվում են, ասենք, էլի այդ նույն բանն է, չէ, պասպորտի խաթր ծախել երկիրը։ Մեկը փողի համար, մեկը պասպորտի համար, մեկը պաշտոնի համար, մեկը եսի ինչի համար, այսինքն երկիրս ուզում են տուլի տանեն։ Ու հիմա հարց է ցակում իմ մոտ, էլի, հեսա կասեն, թուրքի թեզն առաջ տանում, բան, թուրքամետ է, թուրքա էդի, չմոռանաք այդ դրոշներն էլ կցնեք, էլի, վրես, թե չգիտեք, այդ դրոշներով բան է փոխվում։ Թուրքը սենց մի հատ թեզ է առաջ տանում, ասում է, հայը ասում է, բանա, դավաճան ազգա։ Ես հիշում եմ, հեղափոխությունից հետո ես անդադ այդ թեզին դեմ էի խոսում, ասում էի, ժողովուրդ ջան, էսի դիտավորալ գցել են ձեր մեջ, որպեսզի դուք հավատաք, որ դուք դավաճան եք, որպեսզի մեկը ասում են դավաճան է, էլի, ինչ, գնամ ավելավա գոնե փող կցնեմ։ Իսկ հիմա հասկանում եմ, որ շատերը կան, որ իրանց հետ պետքն էլ չի, ոչ երկիր, ոչ հայրենիք, ոչ պետություն, ոչ մի բան, իրանց չի ուզում։ Ու այս թուրքի թեզը իրանք փաստում են, իրանց պահվածքով։ Այո, եթե դու վերցնում ես, գնում ես ինչ-որ մի ուժի, սատարում ես, հանում փողի, հանում պաշտոնի, հանում ինչ-որ մի բանի, որ պետք է ստանաս, դու ինչ ես, որ դավաճան չես։ Թող մեկը գա ինձ բացատրի, որ էդի տենց չի։ Բա դավաճան ես, բա ինչ ես։ Եթե դու քո սեփական չերես քո գրպան ես նայում դու պետությանը։ Դու չերես քո զուգարան ու սեղան ես նայում քո պետությանը։ Ոչ թե դու պետությունը չես ընդունում որպես քոնը։ Պետությունը սենց առանձին մի հատ սուբյեկտ է քո համար, որից դու պետք է քերես։ Այդ սովետական մտածելակերպը էլի մնացել է մեջդ։ Ու հիմա ես այս նամակները ստանում եմ, ես իրոք չգիտեմ ինչ անեմ։ Ես իրոք չեմ հասկանում ինչ անեմ։ Ասենք ինչ անես այդ մարդը, որ ծախվում է, այդ դիրեկտորա, այդ կամպանիայի տերը, չեմ անում, ինչ զրթուզիբիլ է, որ ծախվում է, ասենք ինչ անես իր հետ։ Գնաս ինչ նորից առաջի դասանից սկսես իրան ինչ որ բան սովորեցնել։ Անիմաստ է, դա անհույս է։ Հաշվի առնելով թե այս ընդդիմությունը ինչքան տուֆտա թեմաներ է բերում, ինչ տուֆտա բաներ է դուրս տալիս, ասենք ինչ հիմարություններ է դուրս տալիս, ինքը իր թվերից չի կարող հասկանա, ինքը իր առաջարկները լրիվ աբսուրդի ժանրից է, այսինքն բերում փաստում են, որ աբսուրդի ժանրից է։ Ժողովուրդը բերում է ինձ իրանց
սատարողները բերում են այդ վիդեոն, ասում են դե տես, ինչը տենամ, այ բալամ, ինչը տեսնեմ։ Մի հատ դու տես, մի հատ դու դիր հաշվի, մի հատ դու հասկացի, ես ինչ տենամ, ես տեսել եմ, թե ինչ հիմարություններ ա դուրս տալի, դու հասկացի ինչ հիմարություններ ա դուրս տալիս, դու հասկացի ինչ կուտ ա տալիս քեզ։ Կամ այդ ծախվողները, եթե դուք մտածում եք, որ իմ երկիրը տուլի տարիք, մցրեցիք, դարձրեցիք գուբերնիա, Ռուսաստանի ինչ որ պատվիրատուներին տվեցիք իմ երկիրը, ու դուք պլստալու եք, չարաչար սխալվում եք։ Չարաչար եք սխալվում։ Հələ հիշեք, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինչքան հայ են տարեկոտորել։ Հաշվի առնելով, որ այդ հայը գենոցիդ էր ապրել, քիչ էր քանակը։ Այդքան մարդ են տարել, 600,000 մարդ են տարել։ 1,300,000 են եղել օֆիցիալ, որից 600-ը տարել են։ 300-ը զոհվել է, 300,000-ը։ 300,000-ն էլ եկել է ինվալիդ վիճակում։ Ձեզ թվում է այս ուկրաինական պատերազմում ինչ որ պլստալու են ձեր բարեկամները։ Սաղին հավկելու են տանեն մեսառոբկա։ Ու դու այդ ժամանակ չես կարա ասես, ոչ, ես համաձայն չեմ։ Ու դու չես կարա սաղ քո բարեկամների տեղը սենց կանգնես, պաշտպանես, որ իրանց չտանեն։ Նրան ժամանակն էլ է գալու, երբ որ այդ ժողովուրդը պրծնի, քո վախտն է գալու, այդ ծախվող շուն։ Արա հերիքա ծախվեք, հերիքա թուրքի թեզը փաստեք, ասածս էդ է։ Դուք ձեր պահվածքով թուրքի թեզը փաստում եք։ Այսքանը։